Ոչ ամեն ինչ։ Ինչ պրոբլեմ կա։ Չախտավաճ։ Ասեք ինչ կա։ Մոտոր, ավելի համարձակ։ Ալիչը։ Վել ապես։ Շատ կանե, Արագես, արագես։ Ասեք, երկու բան ասեք, աշխատել ես, աշխատել ենք, ամենադեպս գոհ ենք, գոհ ենք, լավ, ասեք, երորդը, երորդը եղավար, այլ իրեքն եք, շատ լավ է, երեք գոհ, երեք սխալար է դժգոհ է, Ուրեմն թամբարն մի բան էլ ծխալ է։ Ինքը թամբարն է։ Թամբարն է, ես շունեմ ապա։ Ո՞վ ասա։ Երկու հատ ծիրանից Լավ, լավ։ Այդ ազատությունն է շատ ասայակապ մենք գոհենք այս դուրս ես աշխարհը Եվ ցանկանանք որ այդ հիմնակարը որ դրել ես, այս հիմնակարը մի շարունակես մինչև այդ կառույցի վերջը։ Որտեղ կառույցը Այո։ Ուրախ։ Եվ ցանկանանք ցեզ մեծ առողջություն, որպեսզի այս հիմնակարի մինչև վերջի քարը դնես։ Եվ մոտանում է նոր ընտրությունը եւ մեծ ժողովուրդը մեծ ուժունի ձայն տալու ձեր Ռասիան ամեն րոպե, քայլափայլ, ազատ աշխարհ, հալալ է երկիրը։ Ջերատերիստական կոմունիստները թալանեցել են, որ բացի պանելարիններ իմանալ են։ Հարգելի ժողովուրդ, Աստված, որ իմանում է 10 լիզու, երբեք չի եղել այդպիսի ղեկավարներ և չկան։ Պարգևադրել է մի ղեկավար, որը դժվարությամբ, դժվար օրերին նա սկսել աշխատել, երկրաշարժ, չկա լույս շրջապատում։ Այդ պայմաններում նա կարողացել է հիանալի ղեկավարել։ Մեր կյանքը գնում է հիմա դեպի լավը։ Շատ շնորհակալ եմ այս մարզում ձեր գյուղներ ընտրված, որ ես այցելեի եւ կարծում եմ ընտրությունը շատ ճիշտ էր, հրաշալի ժողովուրդ է, որը նույնիսկ ամաչում է որևէ դժգոհություն արտահայտելու։ Ես ուրախ եմ գտնվեց մի համարձակ տղա, որ ինձ հետ զուրջ բանավեճ ունեցավ քիչ առաջ։ Իհարկե, պետք չի գունազարդել, կան շատ դժվարություններ, թեև դուք չարքաշ աշխատող ժողովուրդ եք, դա լավ է, որ աշխատանքի արդյունքը դուք տեսնում եք, այլապես աշխատանքը անիմաստ կլիներ։ Իհարկե, այժմ մեծացել է ֆիզիկական աշխատանքի չափը, քիչ է կիրառվում մեխանիզացիա, պարարտացում, չգիտեմ, քիմիկատներ եւ այլն, բայց բնական էր մեր փոքր հողակտորներ էին, մեր հայրենիքը սակավահող երկիր է, դա ունի իր եւ դժբախտությունները եւ բարիքները որոշ դեպքերում։ Մասնավորապես, եթե դա չլիներ, ըստ երևույթին մեզ համար շատ դժվար կլիներ այդպես անցավ առանց ցնցումների անցկացնել հողի սեփականաշնորհումը։ Ինչևէ, եթե դուք չասեք էլ, ես գիտեմ ձեր դժվարությունները, գիտեմ ձեր խնդիրները, դա եւ կապված է ռոռոկման, ջրի մատակարարման հետ։ Նախկինում ես չեմ ուզում մեղադրել մեր անցյալի իշխանություններին, ըստ երևույթին նրանք ճիշտ են վարվել,
որովհետև էլեկտրաէներգիան համարյա ձրի էր եւ ստիպված այդ ամբողջ ռոռոկման համակարգը կառուցել են պոմպակայանների վրա։ Այսօր, երբ արդեն էներգիան հավասարվել է միջազգային գներին, բանից պարզվում է, որ այդ համակարգը վնասաբեր է։ Ստիպված մեր ամբողջ ռոռոկման համակարգը պիտի վերածենք աստիճանաբար ինքնահոս ջրատարների։ Այս ծրագրերը մշակվում են որոշ տեղերում արդեն, որոշ մարզերում, որոշ շրջաններում արդեն այդ համակարգերը փոխվել են, ձեր մարզի համար նույնպես կան նման ծրագրեր, քիչ առաջ մարզպետը նշեց, որ հաջորդ գարնան ձեր գյուղը ամբողջովին կանցնի արդեն ինքնահոս ջրամատակարարման։ Դա վերաբերում է եւ ռոռոկման, եւ խմելու ջրի համակարգերին։ Կա լուրջ պրոբլեմ կապված արտադրանքի իրացման հետ, արտադրանքի իրացման, վերամշակող, գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության, վերագործարկման, որովհետև այդ բնագավառը զգալի չափով կազմալուծվել է, այստեղ իհարկե պետությունը պիտի կարողանա ձեզ օգնել, պետությունը հողը սեփականաշներելով ձեռքերը չպետք է լվանա գյուղատնտեսության բնագավառից, ամենևին ոչ, պետությունը ունի լուրջ անելիքներ, պետք է իրականացնի լուրջ ծառայություններ, լուրջ սպասարկումներ գյուղին, դա եւ պարարտանյութերի ու քիմիկատների հայթայթումն է, եւ մելիորացիան է, եւ տոհմային անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության բնագավառում այս բոլոր ծառայությունները պիտի պետությունը մատուցի։ Ագրոտեխնիկական սպասարկումներ եւ այլն։ Ինչևէ, ժողովուրդ, ես տեսնում եմ ձեր աշխատանքի արդյունքը, ահա այս սեղանը դրա վկայությունը, հուսով եմ եկող տարի դուք արդեն բանան ու նարինջ էլ կաճեցնեք։ Ժողովուրդ ջան, ես էլ ձեզնից մեկն եմ, իմ մասին ինչ-որ խոսքեր ասվեցին, այո, ես ինձ չեմ թերագնահատում, ոչ միայն ինձ, նաև այն ուժերին, որոնք այսօր իշխանության գլուխ են գտնվում, արել ենք շատ բան, այս անցումային դժվարին պայմաններում ունեցել ենք նաև թերացումներ, գործել ենք նաև սխալներ, այնպես ինչպես ձեզնից յուրաքանչյուրը։ Աշխատողն է սխալվում, չաշխատողի գործը շատ հեշտ է։ Այսպես որ այսուհետև էլ եւ այդ հաջողությունները որ արձանագրում եք դուք, չեր լինի, դրանք չէին լինի, եթե դուք չկատարեիք ձեր գործը, եթե դուք չաշխատեիք, չպահեիք ձեր գյուղերը, ձեր հողը, ձեր ընտանիքները, ինձ եւ մեր իշխանությունների ոչինչ չէր հաջողվի, ոչ մի բան։ Այսինքն եթե կա հաջողություն, դա մեր բոլորի հաջողությունն է, մեր միասնական աշխատանքի արդյունքն է։ Հիմա ես առաջադրվել եմ նորից նախագահի թեկնածու, ասեմ ես ձեզ ոչ մի հրաշք չեմ խոստանալու, պարզապես միայն կարող եմ երաշխավորել, որ կանեմ այն, ինչ ուժերս ներում են, վստահ եմ ունենամ միշտ մեր ժողովրդի աջակցությունը, քանի դեռ ժողովուրդը գտնում է, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ, այսուհետև էլ 5 տարի ես կաշխատեմ ձեզ հետ միասին, էլի սխալներ թույլ տալով, հնարավոր է, որ նորից կարող են լինել սխալներ, բայց վստահ եմ, այդ սխալները բախտորոշ կամ ճակատագրական նշանակություն չեն կարող ունենալ։ Դրանք կլինեն աշխատանքային սխալներ, որոնք ձեզ հետ միասին, ձեր աչալուրջ հսկողության տակ մենք միշտ կարող ենք ուղղել, շտկել եւ միշտ բերել նորմալ բուն մեր աշխատանքը։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, ամենայն դեպս եթե առաջադրել եմ իմ թեկնածությունը, ուրեմն ունեմ համոզում, որ ես ամենավատ թեկնածուն չեմ։ Շնորհակալություն։
Բանը չեմ։ Չէ, 3 հատ տվեցի։ 3 հատ ստացա։ Նրա ժողով Մյուս կողմն նաև 3 նոզինակարան, ու 14 տարեկան։ Այգո։ Երբ մեկ մետր ընդհանուր մակին։ շենքեր ունեն 3 Փախստականները փոքր են, չէ՞։ Ձերերին մարդկանցը փոքր են տանիքները։ Այնտեղ ունենք 4-5 մետր համտերի համար։ Հա։ Հիմնականից։ Բայց այստեղից խանութ բան ոնց են մարդիկ գնում գերու։ Դիմեր հերո չի։ Քիչ հերո է, ինչ կպած է։ Մեր ծրագրով Էս կոմպլիկա, հա, Ես ջրի կոյողով հասկաս, ջուրը հասկաս, կոյողին նշուդոս կսենք էլեկտրականություն ենք սկսել։ ջուրը էլեկտրականություն Էլեկտրականությունը հեշտ է, ջուրը ես ասա ջրի կիզնան։ Այս տաղամասին ջուրը հեշտ է։ Հա, հեշտ է, Գոյողին սեպտիկան սրան երկևի կողմը, Իսկեն դրիվ պատրաստ պիտի հանձնեք, հա։ Երբ եք վեց ես։ Նոյեմբերի 10։ Ես 7 13-ներ են, 20 տունը իր կոմունիկացիան է, ընդեղ արդեն կրիշներն էլ ատեր, ատնդեղ կրիշները դրած արդեն։ Արդեն գիտեք կոմունիկացիան։ Մի քիչ պիտի ես մասերներ բարեկարգեք, Ճանապարհները։ մի քանի ծառ բաներ Կարևոր գործողական անապատ է, շիշքն ծախտին 1-2 տարի հետո կծախտի։ Գոնե մի բալկոն բան չեք սարքում։ Նախագիծը սերվաստ է, Բիլա չաներ, բիլա չաներ։ Շատ լավ է, դες հաջողություն։ Շույն։ Ազատ։ Ազատ։ Ոնց եք տվել։ Հիմնականում այո, պարոն նախագահ, Գառնան զորակոչը, Ոնց է կարգով։ նորմալ է, պարոն նախագահ։ Հրամադեմ է պետք է։ Ես 6 կիլոգրամ Չեք նեղանա, չէ։ Դա աշխատող աշխատող։ Ապոսին նորին նշանաշ։ Դա պետ նայր գերքել։ Հրամանատարի տեղակալ Գաբիկան Մանյան։ Գնդե հրամանատար գնդապետ Համբարձումյան։ Միտրոն եք ես դիկած քայլը չկա։ Ոստեր հերու են ձեզ։ Տարբեր ուղղության, տարբեր վերացում։ Ինչքան։ 50 կիլոմետր։ Չէ 50 կիլոմետր։ Չէ գիծն է 50 կիլոմետր գիծն է։ Այո։ Այստեղից մինչև 25-28 կիլոմետր։ 25-28 կիլոմետր, հա։ Տագնապի ժամանակ ինչքան ժամանակ։ Նայ զորություն։ Ես տագնապի ժամանակ ոչ թե նայստեղություն ունի, մատակների ռեզերվնի որ առաջ է։ Խաչիկով ոնց է խաչիկի չեք։
Այո, մեր գնահատակին ոնց է։ Ոչ, լոգագործումներ բաներ չեն գնում։ Հակառակն հանդիստ է։ Իսկ հողերը մշակում է ժողովուրդը։ Եվ նրանք եւ իրանք մշակում։ Հա, պայմանավորված չեն խանգարում։ Մեր հսկողության տակ աշխատանք ունենք։ Դե միտեղ կա շատ մոտեր գրագի տակ փոսը չեն սիրում։ Այո, անտարի։ Իրանք իրեն աշխատում են։ Այս տարի մեր բախտավորությանը դա տենց շատ է շահացել աշխատանքի ժամանակ։ Չէ, դա բանը։ Ուստանովկան ոնց որ ասած։ Մենք ուզում ենք որևէ բան չանենք։ Լավ, ապրեք։ Հերու, արես կան։ Դե շատ հոգատար։ Որ նման։ Բոլորը ապեցել։ Դե որոշներ մի անգամ դեպք կարող է բոլորի տրամադրությունը չի ձեր մեր իրենց բոլորը Ես լուծյալ փչացեմ սանախորը բարով չի չէ։ Քանի մի շաբաթ առաջ խաչիկի, նույն խաչիկի գումարտակը զգեստես կոչված Ասեմ, կարելի է այն ամենահրաշալի աշխատանքը դիտես հիմա դեպքով չասեմ։ Շատ։ Ոստիկ շատ բարով չի, եւ ոչինչ մեծարական անվտանգությունից են կարող։ Ուրեմն համարի հանրարարություն, դրանից հետո ոչ մի այդպիսի դեպք։ Ստես։ Նախագահարարից դուք մի հատ Դեսինձես։ Մանադրությամբ ոգում համապատասխան մենք որդեգրել ենք դեմոկրատացման և ընդհանուր բարեփոխումների գործընթացը, շարունակում ենք որոնել և գտնել համատեքստության ժամանակակից ձևերը տնտեսավորման նոր տարի առաջ։ Իդեպ մարզում վերջին օրերի սոցիալական հարցումներով պարզվում է, որ բնակչության մեծամասնությունը նախընտրում է գրակել հանրապետություն բլոկի տեխնացուի օգտին, հաշվի առնելով նրանց ստացած տնտեսական և քաղաքական բարեփոխումների ծայրում և ուսուցողի գործընթացը, արտաքին քաղաքականության վարման ճիշտ կողմնորոշումը։ Նախագահի բոլոր տեխնացուները լսել ենք ձեր բարձրացրած բոլոր պրոբլեմները, ոչ ոք չի համաձայնի նախագահ դառնալ։ Հիմայից ասվեց, որ աշխատանքային բնույթ ունի, բայց այսօրվանից արդեն ևս մեկ նոր բնույթ, որովհետև այսօրվանից սկսվել է պաշտոնական ընտրաշարժը, եւ ես պարտավոր եմ ապացուցել, որ ավելի լավն եմ, քան մյուս տեխնացուները։
Դուք բարձրացիք իսկապես ամենակարևոր խնդիրները, ինձ խնայեցիք, շատ այլ հարցերի մասին չխոսեցիք, բայց դա ցույց է տալիս, որ մասնավորապես երկու հարցեր, որոնք եւ գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրը ձեր մարզի գլխավոր, եթե չասենք, կենսական հարցեր։ Մնացածը սոցիալական հարցերը, կենսամակարդակի բարձրացումը ուղղակի կախված է այս երկու խնդիրներից, դրա վրա այդ հարցերը չշոշափեցիք։ Դրանք կան, աշխատավարձերը շատ ցածր են, կենսաթոշակները չին, ոչ մարտավայել, մենք էլ չենք կարողանում դեռևս համապատասխան կարգապահություն ապահովել, գոնե այդ չնչին գումարները ժամանակին վճարելու տեսակետից եւ այլն, բայց ես շնորհակալ եմ, որ դուք հասկացողություն հանդես բերեցիք եւ շտարաբեռնեցիք լսարանը այս կարևոր հարցերի կողքին երկրորդական տեսամարի երկրորդական դվածող հարցեր, բայց որոնք ես երկրորդական չեմ համարում, որովհետև ամեն ինչ արվում է հենց այդ խնդիրները լուծելու համար։ Եվ արտադրության աճը, եւ ռոքումը պիտի ծառայի ժողովրդի սոցիալական մակարդակի, նրա կենսամակարդակի բարձրացմանը։ Այսինքն նպատակը հեռահար խնդիրը սա է, որին պետք է ձգտենք։ Այսօր դեռ մենք մարտավայել չենք ապրում ողջ ժողովրդով, ողջ Հայաստանով, յուրաքանչյուր մարզ, ես արդեն 5-րդ մարզն եմ, որ այցելում եմ, իր պրոբլեմներով, իր խնդիրներով, կարելի ասել, մեր պետության մանրակերտն է։ Իհարկե, յուրաքանչյուրն ունենալով նաև իր առանձնահատկությունները, մասնավորապես ձերը, դեր առանձնահատկությունը այն է, որ դուք դաժան հողի տեր եք։ Ձեր հողը դաժան հող է, բայց դուք գիտեք այդ դաժան հողից դաժանագիր աշխատանքով բարիք քամել։ Խնդիրը այդ աշխատանքը կերտևացնելն է, լուծումներն են, արդեն նշեցիք, նախկին համակարգը այսօր զուտ տնտեսական տեսակետից այլևս իրեն չի արդարացնում։ Ես նկատի ունեմ էլեկտրաէներգիայի օգտագործումը ռոքման նպատակներով։ Ուրեմն խնդիրը պարզվում, մենք պետք է կարողանանք որքան հնարավոր է մեծացնել ինքնահոս ջրագծերի ստեղծումը, ես չեմ կարող իհարկե խոստանալ, որ դա մեկօրում տեղի կունենա, նման խնդիրներ կան համարյա բոլոր մարզերում, դա կապված է եւ ռոքման ջրի եւ խմելու ջրի։ Ինչ է, հավաստիացնում եմ ձեզ, որ իշխանությունները, կառավարությունը, այժմ նոր ձևավորվող նաև մարզպետարանները դա քաջ դիտակցում են, մշակվում են համապատասխան սխեմաներ, դրանք իհարկե դեռ պետք է լուրջ փորձաքննություն անցնել, լուրջ փորձաքննություն, նաև նախարարությունները պետք է ճշգրտվեն եւ մենք քայլ առ քայլ ըստ առաջնահերթության, ըստ այժմականության այս հարցերը պետք է լուծենք։ Մեծ մասամբ պետական միջոցների, կենտրոնական միջոցների, այսպես ասած, հաշվին, նաև կարծում եմ մարզը պետք է կրավորական չլինի այս հարցում, ինքը նույնպես պետք է կարողանա ինչ-որ միջոցներ հայթայթել։ Վստահ եմ կա այդ պատրաստակամություն, մասնավորապես ժողովրդի կողմից, ես բազմիցս բազմաթիվ տեղերում լսեցի, որ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ձրի աշխատել, միայն թե այդ ջրատարները կառուցել։ Սա կլինի մարզի լուման, ժողովրդի լուման այս գործում։
Այստեղ երբ պետական միջոցները պիտի օգտագործենք իհարկե, գիտեք նաև արտասահմանյան վարկերը, մենք ստացել ենք մի վարկ համաշխարհային բանկից մեր ոռոգման համակարգի վերականգնման ուղղությամբ լուրջ վարկ է, վստահ ենք դա կշարունակվի դրա գործողությունը, այստեղ օգտագործում ենք բարեգործական, նպատակային հատկացումները, մասնավորապես իհարկե ձեր մարզին չի վերաբերում, շուտով մենք ավարտենք, որպեսզի ջրատարը ավարտեցինք Լաչինի ջրատարը արդեն մի քանի ամիս է դա գործում է, խմերի ջրով ապահովված է, շուտով մենք ծրագրերում ենք Թալինի ջրատարը, այս գործը գնում է, նաև Հայաստան հիմնադրամն է լուրջ մասնակցություն այստեղ բերում, արդեն հյուրականի երկու ջրատարի ծրագրերը մենք ընդունեցինք և մինչև աշուն վստահ ենք ավարտել։ Եվ այլն և այլն։ Սուր այս ուղղությամբ սա է ճանապարհը, ես ասացի, եթե այսօր 38%-ն է ինքնահոս, 62%-ը մեխանիկական, ինչպես դուք նշեցիք ակվերում նորմացնել։ Պիտի աշխատենք ամեն տարի այս ինքնահոսի դաշտը մեծացնել։ Ամեն տարի 15 հեկտար հողեր դարձնել ջրովի, դարձնել այս ինքնահոս ջրագծերով ոռոգվող հողեր։ Իրացման բնագավառում նույնպես լրջագույն խնդիր է, թեև չի կարելի համեմատել 3-4 տարիներ առաջվա իրավիճակի հետ, մասնավորապես վարելիքի, տրանսպորտի հարցերը հիմա անհամեմատ ավելի բարվոք են, քան 3-4 տարի առաջ, երբ բոլոր մեքենաները փակված էին ձեր գարաժներում։ Այս մայրուղին որ կա, այդ գոնե մի բարեբախտություն ունեք, որ գտնվում եք միջազգային մայրուղու վրա, Թեհրան-Երևան ճանապարհը այսօր իսկապես արդեն ստացել է լուրջ տնտեսական նշանակություն, եւ դա արդեն իսկ անդրադարձել է դեր մարզի վրա։ Պատկերացրեք, եթե այդ մայրուղին չլիներ։ Ես հիշում եմ դեր շրջանը, դեր 88 թվականից եւ ազգիցս արետներ եմ ունեցել այցելել Թողուկով շատ եք տեսել, աղավոր Թողուկով, ես ինձ այդ ժամանակներում էի այստեղ 88 նոյեմբերի 20-ի մոտերքներ երբ Զնամբերդի և Նախիջևանի մյուս հայկական գյուղերի գաղթականություն ամբողջությամբ ծծված էր դեզ մոտ, այստեղից էլ դարանում էին խորտ տարրերը և ինչպիսի օրեր էին հետաշկի մի հաստեր կա և երկու մեզ բանտարկել էին և հետաքննություններ այստեղ էլ էին եղել ուրիշները իրագնացությունները տասնյակ վկայություններ էին ստացել իմ արածի մասին այստեղ և պիտի ուրախությամբ նշեմ ես բոլոր վկայությունները կարդացի դրանք պարտավոր էր կնիչի ինձ դա ոչ մի մատնություն, ոչ մի բացասական խոսք չէր եղել։ Ընդհանրապես, ոչ միայն ձեր մարզինը, ակիրես դա, ամբողջ, ասեմ մոտ 1000 վկայի եք ծքնում։ Այդ ամբողջ վկայությունը, ամբողջ հարաբերությունը 1000 վկայի մեջ երկու հոգի կային, որ իրենց սպալ էին պարել։ Ես կնիչին ասում էի, նույնիսկ այդ երկու հոգին չեն գա դատարան, նրանք չեն կարող գալ դատարան այդ բաները հաստատել։ Դա չէ, ինձ համար ամենաուրախալի բանն էր, ցույց տվեց, որ մեր ժողովուրդը իսկապես ապրել էր այդ 7-8 ամիսը իրոք չէր ապրել փետրվարից սկսած, դա եղել էր մի ազգային, ինչ ասեմ, կներեք մի բառ օգտագործելով, ազգային թասիբի հրկման շրջան էր։ Դա շատ տպավորիչ բան է, որը ես
չեմ բավական։ Խոսվեց ուսուցիչների վիճակի մասին, իհարկե ուսուցիչը այսօր ոչ նախանձելի վիճակում է, ասում եմ, չպետք է կասկածել, որ որևէ մեկը, մասնավորապես իշխանությունները, որոնք մեծ մասամբ ներկայացնում են մտավորականությունը, կարող են կասկածի տակ դնել դպրոցի դերը կամ ուսուցչի դերը։ Պարզապես այսօր արվում է այն, ինչ հնարավոր է։ Ուրիշ հնարավորություն մենք չունենք։ Վաղը մեր վիճակը լավ կլինի նաև ուսուցչի վիճակը, լավ կլինի նաև դպրոցի վիճակը։ Ամեն դեպս ես ուրախ եմ արձանագրելու, որ եթե ոչ շեշտակի, եթե ոչ զգալի, ապա դանդաղ փոփոխությունը, նորոգման, բարեկարգման, մի բան ավելացնելու նկատելի է բոլոր բնակավարները, և մշակույթի, և դպրոցի, և գյուղատնտեսության, և արդյունաբերության, և առևտրի, չեմ խոսում կատարված հսկա գործերի մասին, որոնք մեր ժողովրդին վստահություն ներշնչեցին, ապահովության զգացում առաջացրին, ես նկատում եմ մասնավորապես մեր բանակի կայացումը, եթե հիշեք մի քանի տարվա առաջվա վիճակը, երբ ձեր անհանգիստ սահմանների վրա մենք երբեմն կարիք էինք ունենում 30-40 հոգյանոց ջոկատներ կազմակերպելու, որպեսզի ինչ-որ կերպ կարողանային փակել արտադրությունները, մասնավորապես Արենիի վտանգավոր գոտին, Խաչիկի, Խնձորոտի, հիմնական լեռնանցքները այսօր հրաշալի կայազորներ են, մենք երանք երասվում, մենք երանք ձեր կայազորում, ես վստահ եմ ամբողջ սահմանի երկայնով, մինչև Բեղմեղրի նույն վիճակը գուցե տեղական ավելի դա։ Սա արդեն լուրջ պետության գործ է, իհարկե մենք չենք ուզում հանգստանալ, մեր բանակը դեռ շեզորանալու, ավելի մատունակ դառնալու, ավելի ակտիական դառնալու, շատ լուրջ խնդիրներ են։ Մյուս, որ մենք այսօր չենք նկատում կամ չենք քննարկում, բայց վստահ եմ դեզնից յուրաքանչյուրը մեծապես գնահատում է, դա այն է, որ պետությունը, մասնավորապես ներքին գործերի նախարարությունը ժողովրդի համար ստեղծել են խաղաղ նորմալ աշխատելու հնարավորություններ, դրանց փրկել են ավազակներից, բանդիտներից, ճանապարհների հրոսակներից եւ այդ երևույթները մեզ մոտ արկածություն չկան։ Իհարկե կան հանցագործություններ, կան նաև ծանր հանցագործություններ, բայց զանգվածային անարխիայի բնույթ կրող երևույթներ, որոնք եղել են մյուս հանրապետություններում, այսօր էլ շարունակում են շատ տեղերում, անգամ Մոսկվայում, Ռուսաստանի շատ մեծ քաղաքներում, Հայաստանում վերացել են։ Սա ես կարծում եմ պետության կարևորագույն գործերից մեկը, որ կատարվել է։ Ես առաջիկան ինչ եմ տեսնում, քանի որ մեզ լուրջ ցնցումներ չեն սպասում, ես սա ամենայն համոզվածությամբ լուրջ ցնցումներ չեն սպասում, տագնապներ չեն սպասում, մենք հեղափոխական ծրագրեր չունենք, ռադիկալ փոփոխություններ այլևս չեն լինելու, մենք ունենք մեր ստրատեգիան, ունենք մեր տնտեսական զարգացման ծրագիրը, հասարակական հարաբերությունների զարգացման ծրագիրը, զենք մուսիկական իհարկե դա չի նշանակում, որ դրանք դոգմա են և ամփոփող պետք է կիրառվեն, ոչ, դրանք միշտ պետք է կատարելագործվեն, միշտ պետք է ճշտվեն, միշտ պետք է բախվեն, այսինքն
վիրանատությունների ժամանակ, վերքերի բուժման ժամանակ անցել։ Մենք սկսում ենք մի նոր շրջան, էլի դժվար, էլի ծանր, բայց ինչպես քիչ առաջ ասացի, արժեքների, նյութական բարիքների, կենսամակարդակի, օրինականության, քայլ առ քայլ, ավելացման, կուտակման շրջան, բարեկարգման, շնացման, վերանորոգման, հղկման, հարդարման այս շարքի հոմանիշների ժամանակ։ Դա պահանջում ամենօրյա աշխատանք, գուցե կարելի է ասել, որ այստեղ որևէ ստրատեգիա չի երևում, չի գիտեմ, կարող են ասել ազգային ծրագիր չենք տեսնում, եւ այլ, ես կարծում եմ այս ամբողջը ինքնին հենց դե այս ստրատեգիան, որ անհրաժեշտ է մեր ժողովրդին։ Ժողովրդին անհրաժեշտ է այսօր խաղաղություն, այսօր անհրաժեշտ է ապահովություն, այսօր անհրաժեշտ է վստահություն վաղվա նկատմամբ, անհրաժեշտ է նորմալ աշխատանքի պայմաններ։ Ես եմ տեսնում մեր պետության խնդիրը առաջիկա տարիների ընթացքում։ Մենք արժանի ենք ապրել այնպես, ինչպես աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները։ Ինչու մենք պիտի անընդհատ տագնապենք, անընդհատ ցնցումների մեջ լինենք, քաղաքական կոնյունկտուրայի կամայականություններին ենթարկվենք, ինչ որ քաղաքական ամբիցիաների բավարարենք, ոչ բավական է։ Հրանտ Մատեոսյանն է այստեղ, ինձ մեր խոսք ասաց, այդպես թողոցիկ ուց ենք մեր չի հիշում, գլխավորն այն է, որ քաղաքական գործիչ է, պետական մարդը, ոչ թե պարունանա իրականության բաժան, այլ ենթարկվի այդ իրականության։ Ամենայն դեպս ես աշխատել եմ գործել այդպես։ Նրանք ուծե աղավարեցի, ոչ չեմ աղավարել, գուցե մի քիչ զարգացրել եմ, սիրունացրել եմ։ Մի ծածկիր շատ լավ, շնորհակալություն, ես այսքանով ուզում եմ ավարտել եւ ներկայացնել ինձ ուղեկցողների, ինձ ուղեկցում է հանրապետություն միավորում, այսօր արդեն ասացի իմ այցը, իմ ելույթը նաև քարոզչական է, նաև նախընտրական է, դրա համար արդեն ամենայն համարձակությամբ ներկայացնում եմ իմ աջակիցներին, այստեղ նստած են հանրապետություն միավորման կուսակցությունների լիդերները, ամեն մեկի վրա ծափ մի տվեք, բոլորին վերջում միանգամից։ Վիգեն Խաչատրյանը, Տեր Հուսիկը, Յուրիան Աջրյանը, Ռանուտ Թոքմանյանը մտավորական Հայաստանից, Ազատ Արշակյանը, քրիստոնյա, ոնց որ մենք բոլորս մուսուլմաններ ենք, մենք Մարգարյանը, հանրապետական միավորվից, արդեն խմբովի կարող եք ծափտա։ Նաև քաղաքացիական նախաձեռնության խմբի ներկայացուցիչները Ժոզեֆ Ալպետիսյանը եւ Մայր Խաչատրյանը, մտավորականության ներկայացուցիչներ Հրանտ Մաթեոսյանը, Տիգրան Մանսուրյանը, Մերուժան Տերգուլյանյանը, Շահյա Խաչատրյանը, քանդակագործ Գալիկ Ստեփանյանը եւ իհարկե իմ մշտական զինակիցը Մամուլի Քարտուղան Լևոն Զուրաբյանը։ Պաշտպանության նախարարի անունը չեմ տալիս, որովհետեւ դա պետական գաղտնիք է։
Շնորհակալություն։ Չէր կարելի բարձրացնել խոսել։ Ես հիշում եմ այն Երևան քաղաքի երրորդ մասի մարդկանց, որոնք իրենց փոքր բակում ինքնաթիռ էին հավաքում սովետից փախնելու, մաս ինքնաթիռ էին հավաքում գործարանից գողացած։ Դրանք հանջարեղ մարդիկ էին, դրանք նախաձեռնող մարդիկ էին, որոնք հիմա իրավունք ունեն ինքնաթիռը սարքելու, գնալու էլ, գալու էլ։ Շատ ուրեմն այս եռանդը կա։ Ես հավատում եմ մեր վաղ ապագային, որտեղ դրանք հիմա գործելու են։ Դուք, մենք բոլորս գնալ գալու իրավունք էլ ունենք, Արցախ գնալու գալու էլ իրավունք ունենք, Արցախը մեր անելու իրավունք էլ ունենք եւ առասարակ ես հավատում եմ, որ մենք միասին մեր նախագահով անելու ենք ոչ միայն կարելին, որ հիմա կարող ենք անել, այլ անհնարինը եւ որովհետեւ հայ ենք, որովհետեւ այդպես է մեզ վիճակված ի սկզբանե մենք միշտ ձգտել ենք անհնարինին։ Ես կհավատում եմ, որ մենք ընտրելով Լևոն Տեր-Պետրոսյանին իրականացնում ենք այդ անհայերի հարցման ճանապարհը։ Ուրեմն հաղթանակ եւ մաքուր վերելք դեպի մեր մաքուր ապագան։ Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, ես մի քիչ անհարմար եմ զգում, որովհետև ես կանգնած եմ ստվերում, իսկ դուք տառապում եք արևի տակ, կաշխատեմ քիչ խոսել, կարճ ասել, որովհետև իմ ընկերները արդեն բավականին խոսեցին, գնահատեցին, այնինչ արված էր, ձեզ հույսեր ներշնչեցին, գուցե նաև որոշ չափազանցություններ թույլ տվեցին, Համենայն դեպս ես ինձ երբեք չեմ համարել փրկիչ, երբեք չեմ համարել, որ եթե ես չլինեի, մեր ազգը կկործանվեր, ոչ այդպիսի բան չկա, չի լինի, որովհետև ազգը կախված չէ անհատներից, եթե այդպես լիներ 3000 տարվա մեջ, մեր ազգը 100 անգամ արդեն պիտի ոչնչացած լիներ։ Ես էլ չլինեի, կլիներ մի ուրիշը, գուցե մի քիչ ինձից վատ կամ թերևս շատ ավելի լավ կատարել իր պարտքը իր ժողովրդի հանդեպ, ուղղակի այնպես է դասավորվել, որ ինձ է վստահվել այն ղեկը, որը մեկը պիտի զբաղեցներ։ Ես գոնե իմ առջև կարծում եմ ամաչելու տեղ չունեմ, փորձել եմ կատարել իմ պարտքը, այս առումով գտնում եմ ազնիվ եմ եղել, բայց թե որքան է հաջողվել, դա արդեն Աստծու տված շնորհքից է կախված, որքան շնորհքից տվել է Աստված, այդքան հաջողվել եմ, որքան չի տվել, սա է իմ ունեցածը։ Ուրեմն, մենք ձեզ հետ կտրել ենք
ճանապարհ ես գտնում եմ ոչ միայն այս պաշտոնական հանգամանքով, այլ 88 թվականի փետրվարի 20-ից սկսած, երբ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր եղբայրներին Արցախում, ոտքի կանգնեց պաշտպանելու իր ազգային արժանապատվությունը եւ այդ շարժման շնորհիվ ձեռք բերեց իր ամենաթանկ երազանքը, վերականգնեց Հայաստանի անկախությունը, փրկեց Ղարաբաղը, ապահովեց մեր երկրի սահմանները եւ ապահովեց քիչ թե շատ աշխատելու հնարավորություն, որը թեև այսօր չի բավարարում մեր բոլոր կարիքները, մասնավորապես մեր բյուջետային բնագավառի աշխատողների, կենսաթոշակառուների, երեխաների, ուսուցիչների, առողջապահության բնագավառի աշխատողների կարիքները, բայց այնուամենայնիվ մենք այսօր արդեն տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները եւ համոզված ենք, որ ապահովության դեպքում, խաղաղության դեպքում, պետության կողմից իր պարտքը կատարելու դեպքում մեր ժողովուրդը ընդունակ է իր աշխատանքի արդյունքներից շատ ավելի մեծ բարիքներ ստեղծել, քան այսօր է ստեղծում։ Մենք ձեզ հետ միասին անցել ենք նաև ցնցումների, տագնապների շրջան, մասնավորապես դուք որպես սահմանային մարզ, սահմանային շրջաններ, ձեր ամիջական մաշկի վրա եք կրել այն բոլոր վտանգները, որոնք կախված են եղել եւ Ղարաբաղի, եւ Հայաստանի վրա։ Դուք սկսեցիք որսորդական հրացաններից, կարելի ասել դուք սկսեցիք նետո աղեղից, այսօր փառք Աստծո մեր սահմանները հուսալիորեն պաշտպանվում են կանոնավոր բանակի կողմից, եւ այստեղ ես որևէ վտանգ չեմ տեսնում, ձեր կյանքը ապահովված է, ձեր աշխատանքի հնարավորությունները ապահովված են, մնացածը կախված է մեր որպես պետության կազմակերպական ունակություններից եւ ձեր որպես ժողովրդի, որպես բարիք ստեղծողների ջանքերից։ Պրոբլեմները շատ են։ Անտարակույս, եթե ես հնարավորություն ունենայի խոսել ձեզնից յուրաքանչյուրի հետ, ամեն մեկը ինձ կարող էր ներկայացնել դժգոհությունների, թերությունների, աղաղակող փաստերի մի ամբողջ փաթեթ։ Վստահ եղեք, սրանց մեծ մասին մենք ծանոթ ենք, դրանք մեր մշտական մտահոգության առարկան են, քիչ առաջ էլ մարզպետարանում մենք ձեր մարզի ղեկավարության, հիմնարկ ձեռնարկությունների, մշակույթի օջախների, տնօրենների հետ կայացած հավաքում քննարկեցինք որոշ հարցեր, բարձրացվեցին ոռոգման խնդիրները, խմելու ջրի ապահովման խնդիրները, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման եւ իրացման հետ կապված հարցերը, հարկերի հետ կապված խնդիրներ, թոշակառուների, թոշակների ժամանակին հատկացման հարցերը եւ այլն եւ այլն։ Այս բոլորը կան։ Այս բոլորը մենք տեսնում ենք։ Գիտեմ, որ կան նաեւ զայրացուցիչ խնդիրներ, զայրացուցիչ հարցեր, մասնավորապես կաշառակերության ոչ հազվադեպ, ես մեղմ եմ ասում, տարածված երևույթներ, կան բյուրոկրատական քաշքշուկներ, անօրինականություններ, շահատակություններ, որոնք պետությունը պարտավոր է լուծել, չլուծեց, նա իրավունք չունի ղեկավարելու այդ պետությունը։ Կարող եք հարցնել, եթե այդքանը մենք գիտակցում ենք, ապա ինչու մինչև հիմա չենք արել։ Արել ենք, շատ բան ենք արել, բայց դեռ շատ բան էլ մեզ չի հաջողվել։ Ամենայն դեպս մենք բավականին կարգ ու կանոն հաստատել ենք մեր հանրապետությունում, մեզ մոտ չկա այն զանգվածային ավազակությունները, սպանությունները, հանցագործությունները, որ եղել են եւ կան նախկին խորհրդային մի շարք հանրապետություններում, մենք կարողացել ենք, ինչպես քիչ առաջ ասեցի, ստեղծել մարտունակ, հզոր բանակ, ապահովել եւ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունն ու սահմանների անձեռնխելիությունը, բայց մեզ դեռ չի հաջողվել արմատախիլ անել մեր բյուրոկրատիայի, մեր պետական ապարատում գտնվող այդ աղաղակող փաստերը, ազատվել անազնիվ տարրերից։ Դա մենք պիտի անենք առաջիկայում, որովհետեւ անցյալում մենք ունեինք շատ ավելի հրատապ հարցեր,
շատ հաճախ մենք ավելի զբաղված էինք գոյության հետ, մեր ազգի գոյության հետ, նրա ճակատագիրը վճռող հարցերի լուծմամբ այսօր ով էլ լինի հաջորդ նախագահ, ես գտնում եմ արդեն այդ նախագահ կունենա եւ իշխանությունները կունենան շատ ավելի մեծ հնարավորություններ, այլևս չհանդուրժելու որևէ փաստ, որը երեք կարող էր երկրորդական թվալ։ Ոչ, պետությունը պարտավոր է իր մեքենան կատարելագործել, մաքրել, բարոյականացնել եւ օգտվել ժողովրդի վստահությունից, ապահովել նրա համար աշխատանքի բոլոր հնարավորությունները։ Այսինքն, ես ինչ եմ տեսնում, առաջիկայում մենք այլևս արմատական լուրջ ցնցումներ չենք ունենալու, համոզված եմ, որ կարողանալու ենք խուսափել պատերազմից եւ առաջին հերթին ոչ թե բանակցությունների կամ դիվանագիտական հմտությունների շնորհիվ, այլ մեր բանակի հզորացման շնորհիվ, որովհետև ես գտնում եմ, որքան հզոր լինի մեր բանակը, այնքան ավելի ապահովված կլինի խաղաղությունը։ Ուրեմն այս ճանապարհով մենք պիտի կարողանանք խաղաղությունն ապահովել, մենք պիտի կարողանանք, ինչպես քիչ առաջ ասացի, բավարարել ժողովրդի սոցիալական կարիքները, չհանդուրժել այլևս աշխատավարձերի, թոշակների, նպաստների ուշացումները, որովհետև այլևս ժողովուրդը մեզ չի հասկանա։ Երեք եթե մենք ինչ-որ արդարացումներ ունեինք, թե զբաղված էինք շատ ավելի լուրջ հարցերով, ճակատագրական հարցերով եւ այլն, առաջիկա 5 տարիների համար նման արդարացումներ չեն լինի, չեն կարող լինել։ Մենք դա պարտավոր ենք անել։ Մենք եւ երրորդը մենք պարտավոր ենք մեր ժողովրդի համար ստեղծել աշխատելու առավել հնարավորություններ, որպեսզի նա կարողանա ստեղծել առավել բարիքներ, որովհետև այս բոլոր հարցերը իրար հետ կապված են, սոցիալական խնդիրները չեն կարող լուծվել, եթե մենք չկարողանանք լուծել տնտեսության զարգացման խնդիրները, խաղաղության ապահովման խնդիրները, օրինականությունների դեմ պայքարի խնդիրները։ Այնպես որ ես տեսնում եմ, որ թեև էլի դժվար, էլի բավականին ծանր, բայց մեզ, ձեզ հետ, մեր ժողովրդի հետ սպասում է ամենօրյա արդեն նորմալ աշխատանք, մեր կյանքը օր-օրի, ամիս առ ամիս, տարի առ տարի, քայլ առ քայլ, թեկուզ դանդաղ, բայց հաստատուն բարելավելու ուղղությամբ։ Ես սա տեսնում եմ, ես վստահ եմ, որ սա մենք ձեզ հետ միասին կարող ենք ապահովել, եւ սա է միայն, որ ինձ իրավունք է տալիս կրկին հայցել ձեր վստահության քվեն։ Եվ մի բան էլ, եթե դուք պիտի ինձ ընտրեք, ապա պիտի ընտրեք ոչ թե գնահատելով իմ արածը, ոչ թե գնահատելով իմ անցյալի գործունեությունը, այլ պիտի ընտրեք, որպեսզի ես ձեզ կարողանամ հատուցել պարտքը, որ ես ձեզ դեռևս պարտական եմ։ Միայն այս նկատառումով է, ես ասացի, ինչ եմ ես ձեզ պարտք եմ ապահովել ձեր կյանքը, ապահովել մեր երկրի սահմանները, ապահովել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապահովել ձեր աշխատանքի հնարավորությունները։ Մնացածը դուք պիտի ստեղծեք։ Բարիքը, հարստությունը, բարգավաճումը, բարօրությունը դուք եք ստեղծելու։ Առաջին մասով ես եմ ձեզ պարտական, երկրորդ մասով դուք եք ձեզ պարտական։ Շնորհակալություն։ Հեծարգո նախագահ Ղեկավար պետք չի, ղեկավար պետք Այդ օրը արդեն բաշխված։ Բայց ունենք պետապահստերի մեծ բանականներ, որոնք կարող են հաստատել դիմել են ջուրին հաստատել։ Բանալավերը գյուղն է, ինչ եք բացում։ Չեմ բրտել, Malishkan hող չունի։
Ես պես թողովը չի ունեցել։ Ոչ չկներեք։ Բացի չի գյուղ։ Մեն էլ գլաձորի վերրաշենի ջուտը։ Ինչի գյուղ։ Այն մարդը գիտես որ ուզում է հողի վրա աշխատել։ Գյուղացին ամբողջն հողին կարող։ Տարբեր տեղերից կարող է այսպես լինել, բայց մենք մի հող ենք ուզում, մի տոր հող ենք ուզում։ 100-ին մի ուղղության վրա կտան, 100-ին մի ուղղության վրա։ Այդ է կար։ Դիմեք այդ հարցը կլուծեմ։ Իմ հարգելի։ Հարգելի նախագահ, մի մեծ խնդրանք ունեմ։ Մեր հայ երիտասարդները, որոնք հանրապետությունից խնդրում եմ հետ բերեք Հայաստան, որոնք օրինակ հիմա ուսումը Գերմանիայում 4 տարի ժամանակահատվածով ապրում են։ Ես երկու երեխեքս եմ մի կերպ ապրում եմ։ Մենք դրա մասին մտածում ենք, դրանք հաշվառման մեջ են, Գերմանիան ինքն է մեզ խնդրում, մենք հիմա նրանց հետ լուրջ ուրեմն բանակցությունների մեջ ենք, մի մասը իրանք են փողը տրամադրելու Գերմանիան, մի մասը մենք ենք տրամադրելու մարդկանց բերում, եթե իրենք ցանկանում են, միայն այս հանգամանքը կա։ Կամա որ Գերմանիան էլ մեր առաջ խնդիր է դրել, խնդրում տարեք, բայց կամա որ հիմա եթե ձեր ամուսնին չի ուզեք գալ, մենք ոնց բերենք այդ մարդուն։ Ոնց գնացել իր անտանուր դատում են երկել ժամանակավոր գրանցումով երկարաշման ընթաց ապրում են դեք։ Բայց մենք Գերմանիայում, բայց եթե տղան ինքն ուզում է գալ, ես բերեմ, վաղը բերեմ նրան։ Ինքն ուզում է, բայց այդ ժամանակ ես որ ասում եմ ժամանակը լրանա, ստոպս կգա ես ուզում, բայց նրանք երկարաշուն են մնում են, մենք էլ ստեղ տանջվում։ Երկու երեխեք վզին Եթե հետ պահանջեք, մեր ումից պահանջեք։ Ես տունը ծախել եմ, առանց ինձ։ Հիմա այդ 2 տարի մնացել եք ես հայտնադրի չուշեքը թափառական, ինչ ունեմ։ Ոնց է, քո բնակարանն ա եղել, ուրիշ ինչ ես տեղյակ եմ։ Քո բնակարանն ա եղել, սեփականացում իմանն է։ Պաշտապնի որ ձևակերպել են նախին կնուցանով ծախել եմ։ Հիմա ես մնացել եմ չուշեքը։ Էջեբի հենա պարում անգան որտե դատարան լսել են եւ ում օգտին են լուծել։ Տունը չէ, Կնոջ օգտին են լուծել։ տունը չէ, տունը չի լուծած կնոջ օգտին, այդ ձևի չի եղել։ Դե մի հատ դատի տա։ Ես էլ գնացել եմ դիմել պայմանավորենք, որ մի անգամ էլ դատարան գրենք, որ դատարանը խնդիրը գերել եմ ամեն ինչ լարեն, բայց չեն օգնում ինձ։ Ոչ մի բանով չի։ Դուք կգաք ինձ մոտ երկու շաբթի։ Չէ, դա եւ ոչ ես կարող եմ լուծել, կներեք։ Դա վարել բան չան իրար չխաբի։ Ոչ մարզպետը կարող է լուծել։ Դա դատարանի խնդիր է։ Դա դատարանի խնդիր է։ Եթե ամուսնալուծությունը, գույքի բաժանումը, բան դա դատարանի խնդիր է։ Դատարան չի լուծում, այդ եմ ուզում ասել։ Ինչ է նշանակում չի լուծում։ Լուծելը Իսկ դատարանը լուծելա ոչ քո օգտին։ Հա։ Եղավ չի լուծել։ Եղավ չլուծել։ Վերին դատարան դիմեք։ Թե դատարան հետ տվելա ինչ տանտերը, բալանները չի տալիս։ Տվելա քեզ, ուրեմն հոգուտ քեզ ա լուծել։ Հոգուտ ինձ ա լուծել։ Դա թող լրիվ ուրիշ հարց է։ Ուր ունես դատարանի որոշում։ Որ դա կոնն է։ Վերջացավ, դա արդեն պիտի դուք լուծեք։ Դա արդեն դուք միլիցիա պիտի լուծեք։ Ուղարկում ես ինձ մոտ բերես։ Բայց ուրիշ բան է։ Այդ եմ ասում։ Թող տես քաշում ящикից որ համարվին են տեղ։ Սա 0-0-ի գրելի ժամանակ քաշում ես 0, ասում եմ քիչ էլ գնացել։ Լավ։ Քիչ էլ վարձակալությամբ հիմա ինչ որ պետք է լեզես հող տալու։ Դիմեք մեզ Հանրապես ինքերն են։ Տղան առաջի տեղը շահել։ Որտե՞ղ տղան գրիմի ուղեկի։ Միչը հիմա ես չեմ կարող ասել, մի քիչ ուղեկի հալի չի։ Ես ուզում եմ հրանավոր եմ Արամ Բաբանյան։ Առաջի տեղը շահել։ Հայաստանում առաջի տեղը։ Բաս աննազգանուն։ Ռաֆիկ Սարգսյան։ Գրաֆիկ սարքան։ Իմ անկախությունը Անկախություն 5 տարեկան է։ 5 տարեկան է փառատոնը։ Առաջի տեղը շահել Եղեգնատորի։ Կաշայել եւ պիտի գնար գրի։ Գրիմուղը առայժմ Այդ որ ֆիլհարմոնիայի շենքում եղավ։ Ֆիլհարմոնիայի շենքում տղան առաջի տեղն է շահել։ Ուղեկիրը չկա։ Ուրեմն կշահի։ Կողմնա, տեսնանք հələ։ Երևանը, Գեգեմոտ Էրպետյան։ Կարող ինչ որ մի թյուրիմացություն է եղել։ Կամ դեռ իսկապես ուղեկիրը չկա։ Կարող է, չգիտեմ։ Զաքարյանին Նրան հուսող պրոբլեմների մասին ինչ խոսք, ինչպիսի քաղաքական հանգամանքներ որ լինեն, անկախ դրանից միևնույն է յուրաքանչյուր տարածաշրջան, յուրաքանչյուր սեփականաշրջանից հողի, որը ինչ խոսք, գյուղացու դարձել սեփականատեր,
ջախտով, որպեսզի մեկ անգամ ևս դիմենք ձեզ պաշտպանելու մեր առաջարկությունը եւ առաջիկա նախագահական ընտրություններում նորից պետության ղեկավարի այդ պատասխանատու աշխատանքը վստահել մեր հարգելի նախագահին։ Երբ մարդիկ դժգոհում են, որ ժամանակին թոշակ չեն ստանում, երբ մարդիկ բողոքում են, որ աշխատատեղեր չունեն, որպեսզի աշխատեն, եւ այլը կան բազում դժգոհություն։ Ագինեմ ճամպիկ եմ լավեն բռնեցին։ Так, եւ եթե դա այս գեղեցիկ արտիստների համար է, ես գովում եմ, եթե ինձ համար է, ես ներողություն եմ խնդրում։ Իհարկե արտիստների գործը հեշտ է, ես միշտ նրանց նախանձել եմ, նրանք իրենց գործը հրաշալի են անում, որը չի կարելի ասել մեր մասին, մեր գործը խոսելն է, ինձնից առաջ արդեն ասվեց այն, ինչ հավուր պատշաճի պիտի ասվեր, ես եկել եմ փաստորեն ոչ միայն ծանոթանալու ձեր մարզին, ձեր պրոբլեմներին, իհարկե այս առիթը պետք է օգտագործվի առավելագույնս դրա համար, բայց նաև եկել եմ ձեզ հետ պայմանագիր կնքելու, որովհետև ընտրությունը պայմանագիր է։ Ես որպես նախագահի տեխնացու, եթե հավակնել եմ դրան, եթե հավակնել եմ այն բանին, որ իվիճակի եմ ևս 5 տարի վարել այն պաշտոնը, որը մինչև հիմա վարում եմ, դա նշանակում է ես վստահ եմ իմ գործընկերոջ, իմ պարտնյորի վրա, այսինքն մեր ժողովրդի վրա, վստահ եմ նրա աշխատասիրության, նրա համբերատարության, նրա հայրենասիրությանը եւ մյուս կողմից որպես գործընկեր, որպես պայմանագրի կողմ, ես էլ առաջարկում եմ փաստորեն իմ ապրանքը։ Ձեր ապրանքը հայրենասիրությունն է, աշխատասիրությունը, գեղեցիկի ընկալումը, համբերատարությունը, իմ ապրանքը, իմ խոստումներն են եւ իմ անցյալի գործունեությունը։ Իհարկե ես մյուս տեխնացուների նկատմամբ ունեմ եւ առավելություններ եւ թերություններ։ Ինչ առումով։ Իմ անցյալը դուք գիտեք, եթե լավ բան եմ արել, դուք ինձ ավելի լավ եք ճանաչում, քան մյուս տեխնացուներին, բայց եթե վատ բան եմ արել, դուք իմ վատ արածը տեսնում եք, դա գիտեք, իսկ մյուս տեխնացուներին չգիտեք, որովհետև նրանք դեռ պաշտոն չեն վարել։ Այնպես որ ես չգիտեմ դեռ սա ինձ համար առավելություն է, թե թերություն։ Ամենայն դեպս, ինչ որ արվել է արվել եւ ինչ որ խոստանամ, ըստ էության այդ խոստումները դուք պիտի ընկալեք իմ նախկին գործունեության արած չարածի գնահատականով։ Այս առումով ես գոհ եմ բախտից, գոհ եմ ճակատագրից, որովհետև իմ խաբելու հնարավորությունները խոստումներով շատ ավելի փոքր են, քան մյուսներինը։ Բայց ես երբեք չեմ խաբել եւ չեմ էլ պատրաստվում, երբեք հրաշքներ չեմ խոստացել եւ չեմ էլ խոստանում։ Մենք անցել ենք այո դժվարին օրեր իրար հետ, դժվարին տարիներ, շատ ավելի վատ, քան այսօր, մի քանի տարի առաջ նման հավաքը, նման համերգը, նման անդորրությունը երևակայել հնարավոր չէր, որովհետև մենք միշտ կարող էինք այս լեռների մյուս կողմից սպասել անակնկալներ, սպասել կրակոցներ, որը դուք դիմակայեցիք եւ առաջին հերթին հենց սկզբնական շրջանում դիմակայեց ժողովուրդը, երբ չունեինք դեռևս կազմակերպված բանակ, փաստորեն մի քանի տարի դուք պահեցիք այս սահմանները ձեր որդիների հերոսության, ձեր որդիների կյանքի գնով։ Տվեցիք նաև զոհեր, որոնց առջև մեր ողջ ժողովուրդը պետք է գլուխ խոնարհի։ Փառք Աստծո, այսօր այդ պարտականությունը արդեն կատարում է պետությունը, այդ պարտականությունը կատարում է մեր բանակը, որը օր-օրի հզորանում է, եւ դրա շնորհիվ մենք այսօր կարող ենք այստեղ հանգիստ եւ ուրախանալ եւ լսել իրար եւ քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը։
Ես վստահ եմ, որ գոնե առաջիկայում ես ավելի հեշտ, ես չեմ ասում հրաշալի, կամ հիասքանչ, կամ լուսավոր ճանապարհ, ոչ, դա դեռ հետո է լինելու, բայց ավելի հեշտ ճանապարհ է մեզ համար լինելու անցնել, քան նախորդ 5 տարիները։ Ահա սա է իմ գնահատականը։ Եվ ես գտնում եմ, եթե մեզ հաջողվեց ձեզ հետ միասին եւ հատկապես ձեր շնորհիվ, ժողովրդի շնորհիվ, ժողովրդի աշխատանքի շնորհիվ, ժողովրդի համբերության շնորհիվ, եթե հաջողվեց անցյալ այդ դժվարագույնը հաղթահարել, ապա դժվարը հաղթահարել շատ ավելի հեշտ է լինելու, Ուրեմն ես որպես պայմանագրի մյուս կողմ խոստանում եմ հետևյալը, իմ ապրանքը սա է, խոստանում եմ ապահովել ձեր անվտանգությունը, ամենակարևորը, ձեր կյանքի անվտանգությունը, այսինքն պահպանել խաղաղությունը, թույլ չտալ վերսկսել պատերազմը, ապահովել Ղարաբաղի անկախությունը եւ նրա անվտանգությունը։ Սա իմ առաջին ապրանքն է։ Երկրորդը անել ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք աշխատելու, բարգավաճելու, ստեղծագործելու պայմաններ, ստեղծագործելու հնարավորություններ։ Երրորդը լուծելու սոցիալական խնդիրները ոչ ամբողջապես։ Այսօր այս բնագավառը ամենավողպալին, որովհետև մեր աշխատավարձերը, մեր կենսաթոշակները չափազանց ցածր են, դեռևս ոչ միայն չեն բավարարում այն տարրական պահանջները մեր ժողովրդին, այլ նույնիսկ մարդավայել եւ արժանավայել թոշակներ եւ աշխատավարձեր չեն։ Մենք կարողացել ենք լուծել որոշ հարցեր, այլ հարցեր, այդ թվում այս սոցիալական խնդիրները դեռևս չենք լուծել, որովհետև սա էր մեր հնարավորությունները, որովհետև մեր ուժը, եռանդը ամբողջությամբ ուղղված է եղել նախ եւ առաջ Ղարաբաղի խնդրին, երկրորդը մեր սահմանների անձեռնունեության պաշտպանության խնդրին, մեր բանակի հզորացման խնդրին։ Այսօր այդ խնդիրները մեծ մասամբ լուծված են եւ ես վստահ եմ մենք ավելի շատ հնարավորություն կունենանք զբաղվելու սոցիալական հարցերով, զբաղվելու մեր գյուղատնտեսության համակարգային փոփոխություններով, մասնավորապես ոռոգման համակարգի, գյուղատնտեսական սպասարկումների, վերամշակման, իրացման խնդիրներում եւ այլն։ Եվ չորրորդը իմ ապրանքն այն է, որ մենք ավելի շատ հնարավորություն կունենանք առաջիկա 5 տարիների ընթացքում մեծ ուշադրություն դարձնելու օրինականության ապահովմանը, կաշառակերության, չարաշահումների, բյուրոկրատական շահատակումների վերացմանը, պետական ապարատը անազնիվ տարրերից ազատելու խնդրին եւ այլն։ Ահա այն, ինչ ես համարում եմ շատ ռեալ, շատ իրական եւ իրագործելի, որը մենք ի վիճակի ենք կատարել ձեզ հետ միասին։ Ես ուզում եմ ձեզ ընդամենը հաջողություն մաղթել, շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար։
Վաճառվում է ձեր ապրանքը։ Շատ բանկալ։ Այն Հայաստանը վաճառում է շիրակությամբ։ Հայաստանում քիչ է, նոր բանալներ են կապել ինքնիայի հետ, կան սարքսը հականաշներել է գործարանը։ Այս աշուտով արդեն պետք է ես չեմ առնել։ Չէ, մի քիչ չեղքի եք, սիրունացրեք, չէ՞։ Մարդը չեն կապել, ես պետք է քիչ երկված է։ Բայց էլի լավ է չէ։ Գործարանը կսկսի աշխատել չեն հասկանում, բայց ոչ հապոկը վնաս չի տայրը, չէ? Հապոկը լավը, սա չէ, սա խազյասնին է, այսա չորը, հավաքածու է։ Զանգուրաններ, որոցի համար։ Որոցերը խեն չի հասկանում, Մեծ են, որ լամպերս դնեք, նույնավոր շատ չապով է, աշխատել է, ապրեք, կամաց, չէ չի բարձր։ Մենյա հետ մեծ բանանատ։ Հիմա ինչ աշխատում է գործանը։ Գործանը տնօրենն է։ 30%-ով։ Այլ եք դեր դե աշխատանքի հիմա ժամանակ է վճարում, Ինչ աշխատավարձ է։ Միջինը 6000 Նոր եք սկսել, հա? Մի քանի հոգի են աշխատում։ Մենակ մի քանի հոգի, հա? Ինչքան։ Չէ, քանի հոգի։ 20-25 մարդ։ Այդքան, հա? 300 հոգի փոխարեն։
Աշխատատներ 300 հոգի աշխատել երիտասարդ մարդ աշխատավարձ ստանում Ռաֆ Տունիկյան, հիմա ինչ են ասում, ծաղկի աճի թե ուղղակի յորապտի գնա։ Վրա գնալ էլ չկա, չէ։ Լավ եմ ճակատում հետ կապը, դիանոր որտեղ կատարում են։ Որտեղ։ Երևանում չէ, դե նոր բանամերը չկա։ Երևի սեփականաշնորհը սպասել է։ Գիգանտներ իրաց չեն աչարացնում։ Սեփականաշնորհը ուրախացել է սակայն։ Այդ 30 քանի ցեխներ, ամեն մեկը մի գործարան է։ Եթե պատերներ են դեռ պատերներ ժամանակին չեն կողանում դառը, օրինակ 300 կիլոգրամ դեպի պատերին Չինորը արտադրանք չեն իրացնել, ոչ թե ամեն ինչ Իրականում գեներատորները դեպի գազում են։ նոր բան չեն իրացել, մի բան հրաշալի կորցրել են, ժխվեցին չէր այդ ժամանակ սառնարանը։ Նոր բան Սառնարանը, որ մնար, չեն կավացնել։ Լավ, չերս, տեսնեք եմ կամաս։ Կամ ոտի կկանքնենք, կանանաշնորի Եթե սեփականաշնորհը դուք կարող եք ոտի Ինչ պիտի արտադրեք, եթե սեփականաշնորհը ինչ եք արտադրում։ Վերջնական արտադրակը Լևոն ես, հա? Անոնդ Լևոն, հա? Ես էլ եմ Լևոն, գիտես? Լավ, ճարագաշ Եներ շուտով եսիմ շուտ դրեք դեկալի մի քանի խոսք Այդ ձեր հետևից հերոսները գալիս են, ոչինչ։ Գալիս են, մենք ուրախ ենք ես նրանցով, թե չէ ուրիշ մարդ չունենք ուրախ։ Ձեր օրինակով, ձեր օրինակը չունես։ Մենք շատ շնորհակալ ենք։ Հա, ես ասեմ պսակ դրի։ Եկեք դրեք։ Որտեղ եք կռվել։ Ինչ է Բեռլին հասել եք։ Ես կան, Բեռլինում էլ կռվողներ կան, Մազդոկում էլ կան, Կովկասում էլ տարբեր պատերազմ հետո էլ տարիքես նորից մնացել եմ Բեռլին։ Ես Ղրիմի մարտերում Սևաշտոն դեկտեմբերին անցանք են կողմը, ես սևացել էինք արդեն ջրովոր անցանք։ Անցանք են կողմը Այդ որ 43-ին արդեն հակահարձակման ժամանակ։ Մեր վերցնելու ժամանակ։ Մեր վերցնելու ժամանակ մտնել ենք ընդդեմ հայկական պատերազմի։ Ես էլ հայկական դիվիզիայում կռվել եմ Թամանյանում։ Վերջացրել չէ մեկ տարի
Ես էլ ավելի նորից ծառայեմ, մինչև մեր նորազորակոչիկները մեծացել են ու ինձ փոխարինում։ Իսկ իմ թորից որ մի ավիս երկար ենք պահում, ասպես թորից քեզ երկար պահում։ Ո՞վ ասում, ես էլ բար չեմ ասում։ Ես գիտեմ էտով էր, իրան բան չես։ Բարոն Պետրոսյանները թույլ տվեք մի քանի խոսք ասելու, ես էլ բան չեմ ասում։ Հաշմանդամ եմ։ Վազգեն ջան, ես էլ բան չեմ ապրում։ Թորիսը տար, Ընտանիքով էլ բան լավ չենք ապրում։ Մի խոսքը ուզում եմ մի բան ասեմ, լավ չենք ապրում։ Գիտեմ, որ չասես ես չգիտեմ։ Ապրես, քուզ բանը տեմ, ապրես։ Մեր ջան, մենք քեզ պարտական ենք, գիտես ինչի։ Մենք պարտական ենք քեզ նրա համար, որ դուք մեզ ազատություն տվեցիք, որ հայ ժողովրդին փրկեցիք ամեն ինչից, որ աշխարհին ճանաչել տվեցիք։ Շնորհակալ եմ Հայրիկ։ Միասին, իրարից։ Այո, թույլ տվեք։ Ասեք։ Անկել Պետրոսյան, ներողություն, մենակ այդ մեծահասակ ժամանակաշրջաններից թող խիզներս հանգիստորեն մենք մահանանք, այդքան ենք ուզում ձեզ։ Լավ, չէ, մի քիչ ձեզ պետք է հարգել։ Հա, հարգողները քիչ են։ Հայրիկ ասես մի քիչ վիճակը լավացրեք։ Ասի մի քիչ չկբավարարի, Բա ինչ անենք։ ասեք, Թույլ տվեք մի քանի խոսք ասեմ որպես նախագահի վետերանների։ Նախ ողջ վետերանների անունից 2000-ից ավել վետերաններ ունենք, խորհրդի անունից ողջունում ենք ձեր անձամբ ձեր բարի գալուստը մեր հող։ Համոզված ենք, որ դուք կլուծեք, ինչպես շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընկերներին, հատկապես ձեզ, որ հարգեցիք եւ Արցախում, եւ հայրենական պատերազմ զոհվածների հիշատակը։ Դրանց թափած այրունը չմոռացաք։ Մենք երբեք չենք մոռանա ձեր այս մարդկային վերաբերմունքը մեր վետերանների նկատմամբ։ Համոզված եմ, որ ընտրվելու ժամանակ մենք վերաբերմունք ցույց կտանք մարդկային ձեր նկատմամբ։ Բայց համոզված ենք, որ դուք էլ ձեր ուշադրության առավել կենտրոնը կլինի նաև մեր վետերանների սոցիալ-տնտեսական ծառայության պայմանները։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Ռազմիկ։ Մենք բիվստայի ծրագրում ունենք բոլոր գումարտակները մեր դնել ես պատասխան։ Մենք են սահմանային տարածքում։ Այո, բոլորս դեռ սահմանային։ Ընդամենը այնքան բան ունեն։ 380 գրեթե զինվոր ունենք գումարտակում, այսքանն են տեղում։ Մնացած Որ դեր են սահմանները։ Ցերևնա։ Ոչ, կողմնականում գնդի գումարտակում։ Հենց այս գումարտակում։ Դա չէ, տանկապաստի մասը։ Ստեղ երկու ուղղության կա խնձանուտը եւ խնձանուտ եւ բարձրունի։ Բարձրունի, այդ որտեղ է։ Մարտիրոսի վերևը։ Մարտիրոսի վերևը։ Արված են պաշտպան։ Պաշտպանական բոլոր միջոցները արված են։ Այդ տարածքում հողեր չեն գավել, որովհետեւ հակապանքային ապահովում։ Ուրիշ որևէ տեղ չեն կարող։ Այս հատվածում եւ խաչի։ Խաչի դիվանը։ Խաչի կարելի, դուք դե եւ ասել չորը։ վարկերները։ Դուրս տրնել է։ Դեպի Նախճիվան, հա։ Ողջույն բարև նախագահ։ Ազատ։
Հասունացել էր պահը։ Չէ, լավ է, բրծանք, չէ, մի մոմենտ ինչ-որ շատ բաներ հուսահատական էր ինչ-որ կարպես պահերը, որ սահմաններում անտակ կռիվ էր, դիակ էին բերում, տրանսպորտ չկար, բենզին չկար, ես սար եկավ խիմում փակված, մեքենաները գնալ ահագին բաներ։ Բենզինի գինի ոնց է։ 3.4 է ստե, թանկ աստե։ Ես դե պայմանների համար Երևանում 27, 28, այդպես է։ Մի 600-ի տարբերություն տալիս, հա։ Ինչ նման էր բարձրանը, բարձրանից։ Ասպասանից չեն բերում բենզին։ Չէ։ Միայն վերևից հյուսիսից է, հա։ Ունեք Երևանadrը ոչինչ։ Երևանի գումա է։ Երևանի գնի է։ Մյուս գները ոնց են, կարտոֆելը ինչ է։ Կարտոֆիլ չեն մշակում։ Բոլորը չեն մշակում։ Բոլորն շուկա կա։ Ինչ, 150, դանային գինն է, Երևանի գինն է, 100-ից 150 է։ 100-ից 150 է Երևանի գինն է։ Միսը 7,000, մինչև 1000, էլի Երևանից է ժան, Երևանում 1100 է, 1100, 1200, ձուն, 50 դրամ, 1500 այսինքն, 30 Երևանում 1250, Եվ կամաց բաներ էլ կշատանան, օրինակ մի 3 տարի առաջ այսքան հանգստացող էլ չկար, չէ? Չկար։ Հիմա գոնես մի 2 ամիսը, դե լավ, դժվարն անցավ։ Հոց զանգվածներով եւ Երևնադորում եւ Վայքում, բայց ես ձեզ չեմ ուզում վախեցնել, այստեղ միտինգ չեմ անելու։ Ինձ համար անակնկալ էր այս հանդիպումը, որովհետեւ երբ ծրագրում ասացին, ես պիտի շրջեմ քաղաքում, այդպես ժողովրդի հետ զրուցեմ, հանկարծ տեսա ամբողջ քաղաքն է այստեղ հավաքված եւ բոլոր հանգստացողները, ես ձեր հանգիստը չեմ ուզում խանգարել,
Չեմ ուզում ագիտացիա անել բացարձակապես, թեև այսօր սկսվել է պաշտոնապես Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրարշավը, ամենևին ոչ, ուրեմն ոչ մի նման մտադրություն չունեմ, պարզապես ձեզ ուզում եմ մաղթել հաջողություն, ձեզ ուզում եմ մաղթել առողջություն, լավ հանգստանաք, ուրախ եմ, որ քաղաքը փոխված եմ տեսնում, ես այստեղ եղել եմ ավելի ծանր ժամանակներում, գիտեմ ինչ վիճակ էր, երբ մեր սահմանները անապահով էին, երբ այստեղի երիտասարդությունը գտնվում էր լեռներում, պաշտպանում էր մեր սահմանները եւ տալիս էր զոհեր, երբ փակված էին կարելի ասել մեր ճանապարհները, վառելիք չկար, այս քաղաքը շրջափակված էր բարձրադիր բարձրավանդակում, լեռնավանդակում եւ թվում էր, թե վիճակը հուսահատական է, երբ հանգստացողներ չկային, պանսիոնատները բոլորը կարծեք թե փակված էին, ջերմուկի գործարանը չէր գործում, այսօր ես չէի ասի հրաշքներ են տեղի ունեցել, բայց որ ինչ որ փոփոխություններ, ինչ որ դրական տեղաշարժեր կան, դա ակնհայտ է եւ գործարանն է սկսել աշխատել եւ հանգստացողներն են սկսել շատանալ եւ բնակչությունն է կարողանում կարծեք թե հոգալ իր կարիքները նաեւ օգտագործելով իր հողագործի շնորհքը քաղաքի շուրջը այդ բոլոր փոքրիկ հողակտորները մշակվում են ես ուղղակի սրանից նոր լավատեսության նոր լիցք եմ ստանում եւ համոզվում եմ ավելի որ այն դժվարությունները որ մենք ձեզ հետ միասին ավելի շատ դուք մեզ հետ միասին հաղթահարեցիք եւ այն տագնապները որ մենք կարողացանք անցնել հաջորդ տարիները շատ ավելի հեշտ են լինելու շատ ավելի հեշտ իհարկե մենք այսօր ունենք շատ ծանր խնդիրներ շատ չնչին են մեր աշխատավարձերը շատ փոքր են մեր կենսաթոշակները երեխաների նպաստները բայց մենք մեր տնտեսության աճի հետ համընթաց քայլ առ քայլ ոչ արագ ըստ երևույթին ոչ շատ մեծ թռիչքներով բայց որ դրանք պետք է անընդհատ աճեն եւ մեր ժողովուրդը վերջապես մի քանի տարի հետո կարողանա արժանավայել ապրել, սա ես տեսնում եմ, ես այստեղ որևէ անիրականանալի բան չեմ տեսնում, որովհետև գիտեմ մեր ժողովրդին համբերատար, աշխատասեր եւ այս նոր շուկայական տնտեսական հարաբերությունների մեջ արդեն սկսել է արագ կողմնորոշվել, սա իհարկե իր նշանակություն ուներ, երբ այս համակարգերն էին փոխվում, որ մեր ժողովուրդը դեռևս վարժված չէր տնտեսական այս նոր հարաբերություններին, բայց պիտի զարմանքով նշեմ, որ շատ ընդունակ ժողովուրդ է, շատ արագ է կարողանում այս ամենը յուրացնել եւ ազատ մրցակցության պայմաններում ես վստահ եմ մեր հարևանների հետ այդ մրցակցության մեջ մեր ժողովուրդը ետ չի մնա, եթե ավելի ինչ ասել չեմ ուզում աչքով տալ նույնցից առաջ չեմ ստի։ Շնորհակալություն, ձեզ նորից մաղթում եմ առողջություն, լավ հանգստացեք։ Նիման հաղթան, ես ամեն բրտան, ձևոն հասուցիչ, այս կողմից ծիվացացած համաջող, բաց է, ես բրտան Ջերվիկեցների գիտեն ինչքան հայրեն ասել տղա Ոնց է, գոլա գնում եք? Հարկաշ։ Ոչինչ, լավ է վիճակը։ Լավ է։ Ոչինչ։ Յոլա են գնում։ Յոլա գնում։
Առաջավերի վարձել չի։ Լավը գնում է, բացում է լավը։ Կա այդ բանը։ Ուրիշ բան չի։ Առաջ ցած կա։ Նարները Ստեփականաշնորհում բան ամեն ինչ արդեն ժողովրդի վիճակը մի քիչ թեթևացնում է, աշխատանքային տեղեր ալնում։ Կամաց մարդիկ տեղավորում են, արդեն զգում են, որ պետք է աշխատել ապրելու համար։ Ցայտոտ անցել է։ Ոնց որ են ամենադժվար Ցայտոտ անցել է, որ անենալի վիճակի եթե վաղ ինչ կլինի, այդ պրոցես լրիվ անցել է։ Դուք արեցիք, դուք անցնեցիք։ Միասին ժողովուրդի է։ Ձեր ղեկավարությամբ իհարկե։ Ասացել էր պահը։ Вам крепкое здоровье. Господин Петрович, вам крепкое здоровье. Спасибо большое. Великое счастье. Успех в вашей работе. Молюсь Богу, как великое счастье, великое здоровье. Ваши ерканы. Նկարի։ Ապրես։ Դու նկարում։ Հիմա ո՞վ է նկարում։ Նկարով է կարում։ Նկարեցին քատրեն կտան։ Ուրեմն մեր նկարիչներն ուր են։ Չէ, նկարեցին նոր։ Ո՞վ նկարել։ Այս երբ նկարեց, հա, ստացնենք, հա։ Իրան կտրած է նկարիչները։ Մի րոպե հետ կապ։ Հա։ Այ իհարկե։ Դեհանատական մոտեցում է։ Երևանում։ Եթե վտանգ դրած մի հատ համակ